Մենք վերադարձանք եւ շարունակենք մեր եթերը։ Աշունն այս տարի ավարտվեց անսովոր բարձր ջերմաստիճաններով, առանց տեղումների եւ անտառային հրդեհներով։ Դրանց դեմ պայքարին կցվեց, կարելի ասել, ողջ փրկարար ծառայությունը։ Դժվարությամբ, բայց հրդեհները մեկուսացվեցին։ Այսօր մեր տաղավարում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության համար 7 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար գնդապետ Ահարոն Գևորգյանն ու Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի խմբի պետ մայոր Գուրգեն Ասլանյանը։ Խոսենք այս պահին հանրապետությունում իրավիճակից ու հրդեհային անվտանգությունից։ Բարի առավոտ։ Բարև ձեզ։ Կարծում եմ վերջին շրջանում բոլորիս շատ անհանգստացրեց հրդեհները, որոնք տեղի ունեցան մեր սրտում Հայաստանի Հանրապետությունում եւ այն կարծես թե անհասկանալի էր ինչից եղավ, բայց բավականին երկար ժամանակներ։ Եկեք խոսենք նախ այս շրջանում հրդեհների շրջան է թե ոչ եւ ինչ կատարվեց, որ այդ հրդեհը այդպես բռնկվեց։ Բարև ձեզ, շնորհակալություն ենք հայտնում մեզ հրավիրելու համար, այս թեման եւս մեկ անգամ հանրությանը ներկայացնելու համար եւ ինչ որ խորհուրդ փոխանցելու համար։ Վերջի հրդեհներից խոսենք, նախ հրդեհներին նպաստեց եւ թե աշխարհում լսում ենք բոլորս է գլոբալ տաքացման խնդիրը, որից զերծ չի մնում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, այս չորային եղանակները, որով եւ պայմանավորված էր հրդեհը, ու անտառային հրդեհների մեծ մասը 90% եւ ավելին լինում է մարդու գործունեության արդյունքում, իհարկե չգիտակցված, որ խարույկի հողակտորների այրման այդ խոտանները վերացնելու նպատակով, որն իր հերթին արդեն դառնում է անկառավարելի, դառնում է հրդեհներ, որը որ մենք ականատես եղանք։ Պատճառը այս պահին հստակ հայտնի չէ մեզ, թե առաջացման պատճառը ինչից է, բայց հիմնական հրդեհները առաջանում են նշված մարդկային գործունեության արդյունքում։ Այս պահին հրդեհային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում կայուն է, լինում են հրդեհներ, փոքր օջախներ, որոնք որ վերահսկելի են եւ մարում են, ընդհանուր առմամբ այս պահին նորմալ է։ Այս տարի կարծես թե այս հրդեհը մարելու համար ոնց որ ներգրավեցին Հայաստանի Հանրապետության բոլոր հրշեջ ծառայությունները, ինչպես անցավ ընթացքը եւ ինչ նոր մեթոդներ օգտագործվեցին։ Հրդեհները Հայաստանում միշտ են լինում, ինչպես բոլոր տեղերը, այսինքն անտառներ որտեղ կան, դրանք չեն կարող անմասն լինել, անտառային հրդեհներից ապահովագրված չեն կարող լինել, նամանավանդ մարդկային գործոնի ազդեցությունը հիմնականում ամենակարևորներից է լինում, քանի որ մարդիկ բնության գրկում հանգստանալով կամ ապրելով իրենց կենցաղը դասավորելով այդ տարածքում չեն կարող մասնակցություն չունենալ ուղղակի կամ անուղղակի, հիմնականում ավելի շատ անուղղակի կերպով անտառային հրդեհների առաջացման մասով։ Ուրեմն այս տարի կարելի ասել որոշակիորեն աննախադեպ էր, որովհետև հրդեհների հրդեհաշիջման աշխատանքների համար շատ նպաստավոր եւ խանգարող պայմաններ կան, դա հիմնականում կլիման է։ Այս տարի շատ բարդ հրդեհաշիջման աշխատանք եղավ, աննախադեպ ծավալով, ներգրավեցին բոլորը, ներգրավեցին բազմաթիվ կամավորական ուժեր, ներգրավեցին բավականին շատ քաղաքացիներ, տարածքի վարչական ռեսուրսը, այսինքն բոլորը աշխատում էին համահունչ կերպով պայքարել կրակի դեմ, օգտագործվեց նաև ավիացիայից մեր ընկերները նկատած կլինեք ուղղաթիռներով այդ աշխատանքը, որը որ ինքը նույնպես շատ, այսպես ասած, կարևոր գործոն է։ Ուղղակի ուզում եմ, որպեսզի մեր քաղաքացիների որոշակի առումով դժգոհությունները փարատեմ այնքանով, որ անտառային հրդեհների դեմ պայքարելը դա նույնիսկ ամենազարգացած երկրների համար դա կարելի ասել անհնարին թվացող մի անհնար պատկեր է, որտեղ բնությունը ցավոք սրտի շատ ավելի ուժեղ է մարդուց։ Կրակը հնարավոր է մեկուսացնել, հնարավոր է պայքարել, փրկել բնագծեր, հնարավոր է պայքարել, բայց լիարժեք չեզոքացնել մարդը, այդպիսի աշխարհում չկա այդպիսի ստորաբաժանում, որ կարող է անտառային հրդեհների դեմ կռվել եւ շատ արագ օպերատիվ այդ հաղթանակը տանել։ Դա մի փոքր տենց ռոմանտիկայի ժանրից է։ Մենք անգամ տեսանք ԱՄՆ-ի, հա, այդ մեծ հրդեհը, որը որ կարծես թե ԱՄՆ-ն էր, որը ուներ ամեն բան, որ կարող էր միանգամից լուծել խնդիրը, բայց բավականին երկար գործոններով է այսպես ասած տարբեր գործոններով է պայմանավորված։ Հիմնական ամենակարևոր գործոնը դա կլիման է, որովհետև մի փոքր խոնավ եղանակը, մի փոքր թեկուզ կարճատև անձրևը
կարող է այդ պայքարի, այդ կռվի ելքը լիարժեք փոխել։ Հակառակը նույնպես, երբ որ լինում է չոր, երբ որ լինում են քամիներ, չնախատեսված հոսքեր, դա ուղղակի փոխում է լիարժեք պատկերը աշխատանքի։ Հենց դրա մասին էի ուզում անպայման հարցնել։ Մենք սովորենք, որ ամռանը կարծես թե Խոսրովում կամ հարակից անտառներում են լինում, հա, հրդեհները։ Այս անգամ Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում էին։ Այ կարող ենք ասել, որ Հայաստանի շրջաններն են համարվում ավելի վտանգավոր։ Այն շրջանները, որտեղ ունենք անտառներ, ունենք խոտածածկ տարածքներ, անտառային հրդեհների, խոտածածկ տարածքային հրդեհների մասին է խոսքը, բոլորն էլ վտանգավոր է։ Արագածոտնի մարզը, Լոռին, ինչպես նշեցինք, Տավուշը, Գեղարքունիքը, Սյունիքը, բոլոր մարզերում է իրենց վտանգավորության աստիճանը կան եւ կախված ժամանակաշրջանի այդ կլիմայի ազդեցությունից, թե որ հատվածում ինչ աստիճանի չորություն է գրանցվում եւ ինչ արագությամբ կամ տեմպերով կտարածվեն հրդեհները եւ ուղիղ համեմատական է նաեւ հանգստյան ժամանակաշրջանի հետ, թե որ տարածքներում են ավելի շատ բնակչությունը իրենց հանգիստը կազմակերպում եւ ինչ հետևանքներ է դա ունենում։ Դրա համար պետք է ամեն տարածքում իրենց հանգիստը կազմակերպելուց հետո հետևեն հրդեհային անվտանգության կանոններին, մարեն իրենց այրած կրակը, համոզված լինեն, որ կրակը վերջնականապես մարված է, ծխախոտի մնացորդներ չթողնեն, որպեսզի իրենցից հետո հրդեհներ չառաջանան։ Առաջանալու դեպքում է շատ կարևոր է, որպեսզի մարդիկ կարողանան անմիջապես արձագանքեն, եթե նոր առաջացող օջախ է, փորձեն իրենց սկզբնական հրդեհաշիժման միջոցներով ինչ որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն, զուգահեռ զանգահարելով 911 ծառայության, որպեսզի ավելի արագ արձագանքում կազմակերպվի։ Մենք գիտենք հրդեհի տարածումը շատ արագ է լինում եւ դրա համար ժամանակը շատ թանկ է։ Պետք է գործողությունները լինեն շատ ճշգրիտ, որպեսզի հետագա աղետալի դեպքերից կարողանանք խուսափել։ Այ մենք գիտենք, թե գյուղերում նաեւ քաղաքում ինչու ոչ չոր խոտերն են վառում, որը շատ տարածված այսպես վառման միջոց է, հավաքվում են եւ սկսում են այն այրել։ Սա էլ է չէ հանդիսանում հրդեհի բռնկման վտանգ։ Միանշանակ ես ասեմ, որ այս տարի մարտ ամսից փրկարարծառայությունը արշավ էր իրականացնում, տեղեկացնում էր, որ չի կարելի նման աշխատանքներ իրականացնել, խոտերը, խոտատարածքները այրել, չոր խոտի մնացորդներից վերացնել, որը մի շարք բացի այն, որ հրդեհն են վտանգավոր երևույթ առաջանում, այլ մի շարք այլ խնդիրներ է բերում։ Ունի, որտեղ բուսական թափվածքով է ձևավորվում հումուսը։ Այսինքն հողի վերականգնողական աշխատանքը տեղի է ունենում հենց բուսական թափվածքի շնորհիվ։ Դրանք այրելով ոչ մի բնությանը օգուտ չի տրվում, բացի այդ մեծանում են ռիսկերը այսպիսի մասսայական հրդեհների։ Իջաններն են վերանում, սողուններն են վերանում, փոքր կաթնատու կենդանիներն են այդ տարածքից վերանում, ինչ որ դառնում է ամայի տարածք ավելի, դա չի նպաստում, արդյունավետություն չունի։ Բանա, ստերիլիզացման աշխատանքա, որ չգիտեմ ինչի ընդունված է մեր ժողովրդի մոտ։ Անտառային ու առհասարակ հրդեհների մեծ մասը անտրոպոգեն ծագում ունեն, մարդածին են։ Այսինքն շատ հազվադեպ է լինում, երբ որ կայծակի, հրաբխի կամ չգիտեմ ինչի այդ բնական երևույթներով պայմանավորված լինում է հրդեհ։ Հիմնականում մարդիկ են իրենց անփութության, անհետևանք գործողությունների եւ այլն, այսինքն այդ մտածողությունը սոցիալական պատասխանատվությունը շատ կարեւոր է։ Բնության գրկում ապրել պետք դա նշանակում է լինել պատասխանատու այդ բնության առաջ եւ բոլոր դեպքերում շատ կարեւոր է իրականում գործել առանց հապաղելու, որպես բարեպաշտ կամ պատասխանատու մարդ ուղակի վերցնել եւ զանգարել 911 դա քիչ է, որովհետեւ եթե այդ պահին կարելի էր ինչ-որ բան անել, ուղղակի, չգիտեմ, ամենապրիմիտիվ մի քանի միջամտությամբ վերացնել այդ ամեն ինչը, ուղղակի կողքից լուր հետևել, թե ինչ է դառնալու, գուցե, չգիտեմ, րոպեներ հետո այդ ամեն ինչը լինի արդեն անդառնալի դրա կորուստները։ Այո, շատ ուշ կարող է։ Այ անտառտնտեսությունը եւ փրկարար ծառայությունը ինչպես են համագործակցում միմյանց հետ։ Մշտական է համագործակցությունը, ունեն նաև մշակված համագործակցության պլաններ, հրդեհաշիժման աշխատանքների առումով, ուսուցողական դասընթացներ իրականացում, անտառտնտեսությունն էլ ունի հսկողական
ֆունկցիաներ, որոնք իրականացնում մինչև հրշեջների ժամանելը իրանք են գործողություններ իրականացնում, համատեղ է իրականացվում ու այդ աշխատանքները բարդ են, մենք գիտենք ռելիեֆները, քարտեզագրությունը, մենք համատեղ պետք է այդ աշխատանքները իրականացնենք եւ իրականացնում ենք, որը այլ ավելի արդյունավետ է դարձնում մեր աշխատանքները։ Այ մենք անդադ խոսում ենք մարդու գործոնի մասին, հա, որքան կարևոր է որ մարդը ճիշտ ժամանակին զանգահարի, մարդն իրազեկված լինի, այ ինչ իրազեկման ծրագրեր են իրականացնում ծառայությունում տարվա կտրվածքով, որպեսզի մարդիկ իսկապես իրազեկված լինեն եւ լինեն այսպես զգոն քայլերի հերթականությունը իրականացնելու համար։ Իրազեկման ծրագրերը բազմազան են, սկսված ամեն տարի, ամեն ամիս յուրաքանչյուր ամսում կան այդ ծրագրերը։ Մենք ինչպես նշեցի, մարտ ամսին արդեն մենք իսկ իրազեկում էինք, պաստառներին փակցվում, համայնքներին տեղեկացվում էր, որ խոտի այրումը չի թույլատրվում, հետևյալ վտանգավոր երևույթներն է առաջ բերում, դրանից զատ բրոշուրատիպ գրքեր են տպագրվում, բաժանվում հասարակությանը, փրկար ծառայությունը փոքր տեսաերիզների բացատրական վիդեոռոլիկներ է հղում իր պաշտոնական կայքեջում, տարբեր լրատվականներ իրենց ալիքներով են հրապարակում, անընդհատ է։ Ուղղակի մեր բնակչությունը պետք է փորձի այդ անվտանգային կուլտուրան ավելի բարձրացնի իր մեջ, դա կենցաղում է առօրյայի մեջ շատ կարևոր է իրենց համար։ Ոչ միայն հրդեհների դեպքում, այլ նաև փրկարարական, առաջի օգնության, ցուցաբերման մենք գիտենք, որ ճանապարհատրանսպորտային պատահարները օրինակ բերեմ, ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունենում, բոլորովին վերջերս մի քանի օր առաջ ես եմ առաջինը հասել դեպքի վայր, տուժածը մեքենայի մեջ մարդիկ չգիտեին ինչ գործողություն անեին, որ կարող է 2 րոպեն ճակատագրական լիներ, այնպիսի դիրքում էր, որ արդեն շնչելու համար խնդիր կար, մարդիկ նայում էին, չգիտեին ինչպես բերել ապահովության դիրքի, ինչ գործողություն իրականացնել։ Սա մարդկանց իրազեկման նաև ցանկանալու, ինքնակրթվելու խնդիր է։ Ամեն բան մենք այսօր փրկար ծառայությունը միջոցառումներ իրականացում, սկսած մանկապարտեզներից, տարբեր թեմաներով դասախոսություններ է իրականացում մանկապարտեզներում, դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, անընդհատ է այդ գործընթացը։ Մարդիկ մի փոքր էլ այդ բազան պետք է ավելացնեն ինքնակրթվելով, իմանալով ինչ աշխատանքներ պետք է իրականացնեն տարբեր իրավիճակներում հայտնվելով, որովհետև դա փրկում է իրոք, փրկում է մարդկային կյանքեր, փրկում է բնությունը եւ դա շատ դրական է, որ այդ մշակույթը շատ կարևոր է, այսինքն պատժելը կամ չգիտեմ տեսչական մարմինների միջոցով գտնել ծագումը հրդեհների կամ քննել, դատապարտել եւ այլն, դա ավելի քիչ էֆեկտ ունի, քան հասարակությանը բերել մի այնպիսի մտցնել մի այնպիսի մշակույթ, որտեղ ցանկացածը հասկանա, որ հասարակության մեջ գուցե ոչ ամենօրյա, բայց ամեն պահի ինքը կարող է ստանձնել այդ փրկարարի դերը։ Այսինքն այն մինիմալ գիտելիքները, որը որ մարդկանց տրված է, այսօր ինֆորմացիայի ամենամեծ ժամանակաշրջանում ենք ապրում, ու իմ ուսանողական տարիներին, երբ որ ես այդ ժամանակ չէի էլ պլանավոր է, որ փրկարար պետք է դառնամ, ես առաջի անգամ հենց մարդ փրկել եմ այդ տեխնիկայով, երբ որ օրեր առաջ ես ընդհանրապես անցել էի առաջի բուժօգնության այդ կուրսերը, ու իմ շնչուղիները պետք է բացվեր, այսինքն իմ առաջի փրկած մարդը եղել է այն ժամանակ, երբ որ ես փրկարար չեմ եղել, ուղղակի որ ինձ հետաքրքիր էր, ես սովորել էի այդ առաջի բուժօգնությունը։ Բոլոր ինստիտուտները, եթե չեմ սխալվում, ունեն քաղաքապաշտպանության ամբիոններ, անցնում են կուրսեր, նմանատիպ բաներ, այսինքն ուղղակի արձագանքման դեպքի վայրում գտնվելու կուլտուրան ցանկացած արտակարգ իրավիճակների ժամանակ, իմ կարծիքով ցանկացած մարդ պետքա դիմակայի որպես կրթված մարդ, այդ ամեն ինչը առանց ստրեսի, հանգիստ ու երբ որ նամանավանդ ունի որոշակի ինֆորմացիա տվյալ սիտուացիայում դրսևորելու, այդ ամեն ինչը շատ հեշտացնի մեր բոլորի կյանքը։ Փրկարարները կլինեն ավելի արդյունավետ, փրկարարական խմբերը ավելի արդյունավետ կաշխատեն եւ մեր հասարակությունը ավելի անվտանգ միջավայրում կապրի։ Մենք վերջին դեպքերից տեսանք, որ եղան նաև տուժածներ փրկարար ծառայության աշխատակիցների մեջ, այս աշխատանքը կարծես թե ինքը պահանջում է իրենից, որ այսպես անձնուրաց նվիրվես աշխատանքին եւ գնաս ու փրկես ինչ-որ մեկի կյանքը։ Արդյոք թե կրթվածության այդ ընթացքում, դասերի ընթացքում այս դասերն են տալիս մարդկանց, թե ուղղակի մարդն իր մեջ պետք է ունենա այդ ցանկությունը լինի այդպեսին, կամ փրկարար լինի, կամ չլինի։ Այո, մարդը պետք է իր մեջ ունենա եւ երբ որ արդեն անցնում է աշխատանքի, զգում է այդ աշխատանքը, երբ որ մի անգամ դու մարդու կյանք ես փրկում, մի անգամ հրդեհաշիջում ես անում, տենում ես ինչ
աշխատանք կատարեցիր, ինչ օգուտ տվեցիր, դու դրանից ողջորվում ես։ Միանշանակ մարդու մեջ պետքա լինի եւ այդ կատարած այդ աշխատանքը դրանք ավելի ու ավելի շատացնում է եւ ավելի նվիրական է քեզ դարձնում քո աշխատանքի մեջ։ Միանշանակ պահպանելով անվտանգության կանոնները իրականացնում ենք տարբեր բարդության աշխատանքներ եւ այդ խիզախության արդյունքում է նաեւ որ մենք ունենք այն աշխատանքի արդյունքը որ ունենում ենք վերջին հրդեհների դեպքում մարումը որ կարողացանք անել նաեւ գիտեք ռելիեֆային այդ բարդ պայմանները մեծ ջանքեր էր պահանջում եւ դա եղավ կատարելի հենց փրկարարների հենց այդ հրդեհաշիջմանը ներգրաված մասնակիցների այդ խիզախության արդյունքում դա սարսափելի բան է երբ որ թիմից մի օղակ վնասվածք է ստանում կամ ավելի սարսափելի ելքեր են լինում, դա շատ սարսափելի բան է ջոկատի համար, քանի որ մեր աշխատանքը թիմային է։ Մեր մոտ ցանկացած օղակը շատ կարևոր է, որ այդ շղթան ստացվի, չնայած այդ ամենին գուցե հենց դա է արժևորում փրկարարի ամբողջ կերպարը, որովհետև անձնուրացությունը, անձնվիրությունը, այսպես ասած, քո սեփական կյանքը, հարմարավետությունը դնել երկրորդ պլան հանուն մարդկային կյանքեր փրկելու այդ բարձր գաղափարի, հենց կարծում եմ փրկարար ծառայության փրկարարի կերպարի ամենակարևոր մեխը հենց այդտեղ է, որովհետև փրկարար ծառայության մեր ջոկատներում դա սովորական ծառայություն չէ, դա աշխատանք չէ, դա կենսակերպ է։ Բոլոր փրկարար ծառայության մեր տղաները փրկարարներ են նաև ծառայությունից դուրս, փրկարարներ են ամեն օր, փրկարարներ են իրենց հանգստյան օրերին, փրկարարներ են իրենց թոշակի գնալուց հետո, այսինքն դա մի կոչում է, որը որ մարդը դառնում է արդեն էություն, որը որ ոչ մեկ չի կարող քեզնից վերցնել, որը որ քո հետ պետք է մնա ավերժ։ Ու փրկարար ես միշտ մտածում եմ ծնվում են թե դառնում են, բայց պետք է դառնան իմ կարծիքով, որովհետև միայն այդ բարոյհոգեբանական վեհ պատրաստվածությունը կամ ներշնչանքը քիչ է ես միշտ ասում եմ երբ որ գալիս է մի փուլ երբ որ ինտուիցիայի մակարդակի դու արդեն հասկանում ես դեպքը այսինքն դեպքի վայր գնալու ճանապարհին դու արդեն վիզուալիզացնում ես թե քեզ ինչ կարող է այնտեղ սպասել դա հենց արդեն առաջի նշույլներն են որ դու փրկարար դարձել ես փրկարարը շատ վեհ մասնագիտություն է, շատ բարդ մասնագիտություն է։ Հերոսական մասնագիտություն է իսկապես, որովհետև դու գնում ես մի բանի ու պատրաստ ես դրան, որովհետև կարող ես վնասվել, բայց պատրաստ ես փրկել ինչ-որ մեկին։ Ամենահետաքրքիրը փրկարար ծառայության, փրկարարի մասնագիտության ամենահետաքրքիրը, որ առավոտյան փրկարարը երբ որ գնում է ծառայության, չգիտի թե ուր է գնալու, որտեղ է հայտնվելու, աշխարհի որ երկրում է հայտնվելու նույնիսկ, որովհետև կուզեմ մեր հեռուստադիտողներին էլ ասել, մենք փրկարար ծառայությունը մեր երկրում միջազգային ատեստավորված ստորաբաժանումներ ունենք։ Ես ինքս այդ ստորաբաժանման սպա եմ, մենք ՄԱԿ-ի միջազգային որոնողական խմբի անդամ ենք եւ մենք սպասարկում ենք ամբողջ աշխարհին։ 88 թվականի երկրաշարժին, երբ որ ամբողջ աշխարհից եկավ օգնություն Հայաստան, իմիջիալից ես իմ մասնագիտությունը հենց այդ տրամաբանությամբ եմ ընտրել, որովհետև հայրս միշտ պատմեր, որ 88-ի երկրաշարժին հիացմունքով թե Նորվեգիայից եւ այլն եվրոպական երկրներից գալիս էին Հայաստան կինոլոգիական խմբեր, փրկարարներ, մի մոտ sense մի հատ պատկեր էր ձևավորվել, ու գուցե հենց այդ դոմինանտ այդ մտքով ես դարձա փրկարար։ Այսօր ես պատիվ ունեմ, որ նման ստորաբաժանման մի մասն եմ կազմում, քանի որ 2015 թվականից մեր ջոկատը, մեր կենտրոնը դարձավ ՄԱԿ-ի միջազգային որոնողական խմբի անդամ եւ ստացավ իրավունք աշխարհին արդեն մատուցել, արտահանել ամբողջ աշխարհին փրկարար ծառայություն, փրկարարական օգնություն։ Դա, այսպես ասած, կարելի է ասել, որ շատ խորհրդանշական է, որ երկրաշարժին, երբ որ մենք ստացող էինք, այսօր մենք կարող ենք այդ օգնության ձեռքը, այսպես ասած, լիիրավ հպարտությամբ սեղմել, որովհետև մենք արդեն կարող ենք ի պատասխան աշխարհին տալ մեր պրոդուկտը, մեր փրկարար ծառայության, մեր աջակցությունը, Աստված չանի իհարկե հարկ լինի, բայց ամենայն դեպս Հայաստանը պատրաստ է այդ աջակցության։ Իսկ եղել է, երբ մեր փրկարարներն են մեկնել արտերկիր, ո՞րն է եղել վերջինը։ Ելքեր ունեցել ենք Սիրիայում, ելքեր ունեցել ենք Իրանում, Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում։ Փրկարար ծառայությունը պետք է չունենա սահմաններ։ Փրկարար ծառայությունը դա պետք է լինի մեծ ընտանիք, քանի որ դա մարդասիրության,
ամենաբարձր իմ կարծիքով ամենաբարձր դիրքորոշումն է, բնորոշումն է մարդու, դա պետության համար նույնպես շատ կարևոր է, երբ որ դու կարողանում ես պետության ռեյտինգի, պետության կայացման գործում, երբ որ քանի որ մարդու կյանքը պետք է լինի դե ֆակտո ամենակարևորը, մարդու կյանքի փրկելու պատրաստակամությունը եւ մարդու կյանքի ընկալումը իմ կարծիքով պետության մասով նույնիսկ շատ կարևոր բան է, ինդիկատոր է, թե ինչքան է այդ հասարակությունը, այդ պետությունը զարգացած։ Այդ նույնքան էլ զարգացած է լինում այդ երկրների փրկարար ծառայությունը, բուժօգնությունը եւ այլն, այսինքն ինչքան մարդու կյանքը կարևոր է, կարելի է ընկալել, որ դա զարգացվածության ինչ-որ ցուցիչ է։ Շնորհակալություն, պարոն Հարունյան, դիմացը ձմեռ է եւ կարծեք թե ձմռանը տան հրդեհների վտանգն ավելի շատանում է, որտեղ վառարաններ եւ այլն։ Ինչպես եք պատրաստվում։ Փրկարար ծառայության հրշեջ փրկական ջոկատները մշտական պատրաստ վիճակում են 24/7 ռեժիմով։ Ճիշտ եք նկատել, որ ձմռանը ցուրտ եղանակին, անձրևային եղանակներին բնակարանային այդ հրդեհները ավելի հաճախակի են լինում։ Մենք հրշեջ փրկակները պատրաստ են այդ իրականացնելու, ուղղակի այստեղ էլ էլի բնակչությանը պետքա իրազեկենք, որ շատ ուսումնասիրեն իրենց այդ ծանրաբեռնվածությունը, այդ հոսանքների հիմնականում հոսանքների ծանրաբեռնվածությամբ է առաջանում հրդեհները, ավտոմատներ, անջատիչներ այնպես իրականացնեն, կահավորեն, որպեսզի խուսափեն հրդեհներից եւ հրշեջ փրկարարներն էլ գործ չունենան անելու կոպիտ ասած։ Շնորհակալություն։ Ձեզ մաղթում եմ բարի ծառայություն առանց հրդեհների։ Իհարկե միշտ պատրաստ լինենք, բայց թող հրդեհներ այլևս չլինեն։ Շնորհակալություն, մենք անցնենք առաջ, իսկ հիմա գովաց Շանթի եթերում։